Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտասովոր Անաստասիան։ Պարզապես հին շորեր են։ Գեղեցիկ են, բայց հին են։ Իսկ մուշտակն իրոք որ հիանալի է։ Իմ մայրիկը իսկապես շատ լավ ճաշակ է ունեցել։ Բարև, կարելի է։ Այո, իհարկե, ներս արի խնդրեմ։ Ես ձեզ էի փնտրում։ Ուղղակի անցած երեկո հարմար չեղավ, որ ծանոթանանք։ Շատ հաճելի է, Սանտիագոն եմ, պարոն Տոնի թորնիկը։ Դուք եք բժիշկը։ Ոչ, բժիշկը Լեոնն է։ Ես ոսկե չկան խանութի տնօրենն եմ։ Այ քեզ հաջողություն, սա շատ փող կունենա։ Լսիր, չես պատկերացնի, թե որքան երջանիկ եմ, որ կարող եմ որևէ մեկի հետ խոսել։ Քո պապիկը հիանալի մարդ է, բայց ես ամաչում եմ նրա հետ որոշ բաները խոսել, որովհետև նա տարիքն առած է։ Շատ լավ, դու կարող ես վստահել ինձ, լավ։ Կարող եմ քեզ մի բան ասել։ Իհարկե։ Իրականում ամեն ինչ այնքան արագ, այնքան հապճեպ ստացվեց, ժամանակ չեղավ, որ ես ընտելանամ այս ամենին, ես ինձ շատ շփոթված եմ զգում։ Այո, բայց դա բնական է։ Եվ ես լիովին հասկանում եմ քեզ։ Բայց դու կարող ես ինձ օգնել։ Այս ամենն ինձ համար շատ տարօրինակ է։ Լսիր, ես չգիտեմ ինչ ասեմ, չգիտեմ թե ինձ ինչպես պահեմ, ոչ էլ գիտեմ թե ինչ կարող եմ հարցնել։ Ես վախենում եմ։ Լավ, վերջացրու, հանգստացիր, լավ, հանգստացիր։ Հուզվելու կարիք չկա։ Սանտիագո, դու այստեղ ես։ Այստեղ դիր։ Նրանք շատ դաժան ձևով են կտրել պարանոցը։ Նա պետք է որ վարքյանական մահացած լինի։ Ոչ, ես չեմ կարող իմ դստերը թույլ տալ, որ տեսնի այս ամենը, ոչ։ Դու նրան ճանաչում ես Լեոն, գիտես ով է։ Ոչ գաղափար անգամ չունեմ, բայց նրան վանականն է սպանել։ Նա էր ինչպես միշտ, նա եկել է։ Գրող տանի, ինչու պետք է վանական օտար մարդու սպանել առավել եւս եթե նա մեր ընտանիքին չի պատկանում։ Լսի, լավ հարց է։ Գիտես ինչ։ Հիմա էլ քո հերթն է որ ամեն ինչ բարձրացես, որովհետև Աուրելիոն այստեղ չէ։ Այո, ճիշտ ես, թույլ տուր տարածքը ստուգեմ։ Դու պետք է որ Սանտիագոյի կինը լինես, այո, դու բախտավոր կին ես, նա օգնում է ինձ հաղթահարել այս ամենը։ Սպասիր, Լուսիա, պետք չէ այդպես։ Դու պետք է ուժեղ լինես։ Տերը միշտ էր օգնության ձեռք է մեկնում։ Բայց ամեն ինչ այնքան բարդ է, ես եկա այս տուն եւ պարզվեց, որ ես իրականում իմ հայրիկի աղջիկը չեմ, որ ես մի խելակար կնոջ դավաճանության պտուղ եմ։ Այո, հասկանում եմ, դա շատ ծանր է։ Սանտիագո, հրեշտակս, ես քեզ էի փնտրում, ուզում էի իմանալ գալիս ես հիմնադրամ։ Ոչ, սիրելիս, ես այստեղ կմնամ։ Տեսնեմ ինչով կարող եմ օգնել նրան, լավ։ Եթե ստացվի անպայման կգամ։ Հիմա Լուսիայի համար ծանր շրջան է։ Նա ընտանիքի օգնության կարիքն ունի, լավ։ Այսպիսով այս հաճելի փոքրիկը ամուսնացած է։ Շատ լավ, բայց ես թքած ունեմ, որովհետև Լուսիան միշտ էլ հասնում է իր նպատակին։ Արագացրու Գոյիտա, մենք ուշանում ենք։ Այո։ Պիա, ես կգամ բժշկի մոտ, բայց մի պայմանով, Ինչ պայման։ որ դու ինձ կպատմես ողջ ճշմարտությունը, ամբողջը Պիա, խոստացիր ինձ։ Գրեգորիա, խնդրում եմ։ Խոստացիր ինձ։ Խոստանում եմ, որ կպատմեմ ողջ ճշմարտությունը։ Արի, դե գնացինք։ Պիա, դու ինձ սիրում ես։ Այո, շատ։ Պիա, խնդրում եմ ինձ ցավ մի պատճառիր։ Դու միակ մարդն ես, ով պաշտպանում է ինձ։ Ես իմ կյանքը քեզ եմ վստահում, խնդրում եմ, թույլ մի տուր, որ կործանվեմ, Պիա։ Ոչ մի վատ բան էլ քեզ հետ չի պատահի, Գրեգորիա։
Այն ամեն ինչ ես անում եմ, միայն քո լավի համար է։ Կովիչակ այնքան էլ նախանձելի չէ։ Տես թե ով է այստեղ գալիս։ Ինչպես ես Յոլանդա։ Ողջույն Մակո, ինչպես ես։ Լավ, շնորհակալ եմ։ Աստված օրհնի քեզ սիրելիս։ Դե լավ, ես գնամ, հաջողություն ձեզ։ Դե սիրելիս, ճիշտն ասած ինձ Ֆակունդոն է այստեղ կանչել։ Նա ասաց, որ քեզ Հելենայի մավան հետ կապված ինչ-որ հարցեր են տանջում, այո։ Դա ճիշտ է, մայրիկ։ Լսիր, ուզում եմ, որ դու ինձ հետ անկեղծ լինես եւ ինձ ամեն այն մանրամասնությամբ պատմիր։ Ինչպես է տիկին Հելենան մահացել։ Ներեցեք։ Հարկ Աստծո ես գտա քեզ աղջիկս։ Ուզում է իմանալ ինչպես ես զգում քեզ։ Փորձում եմ հասկանալ, բայց գնալով գլխումս ամեն ինչ խառնվում է, ամեն ինչ այնքան խճճված է։ Կարծես ողջ կյանքս ստի վրա հիմնված լինի եւ իրականում ես չգիտեմ, թե ես ով եմ։ Դե լավ, պապիկ, ես պիտի գնամ։ Ոչ, թորնիկս, խնդրում եմ նստիր։ Ես եկել եմ, որպեսզի այս աղջկան մի քանի բան բացատրեմ։ Եվ ինձ քո օգնությունն է հարկավոր, նստիր, խնդրում եմ։ Աղջիկս, ավելի լավ կլինի, եթե դու հարցեր տաս, իսկ ես պատասխանեմ դրանց։ Լավ։ Օրինակ, ինձ հետաքրքրում է, ինչու այսքան ուշ սկսեցիք փնտրել ինձ 25 տարի անց։ Ուզում եմ իմանալ, այդ ինչ է իրականում տեղի ունեցել, որ այսքան տարի անց նորից գործը վերանայվում է։ Բանն այն է, Լուսիա, որ քո մայրը Հելենան սարսափելի մահով է մահացել։ Մի զարդ կա, այն կոչվում է երազների խաչ, այն ժառանգությունը հասել մեզ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ից։ Լսիր աղջիկս, նա ով այդ զարդը կրում է, տառապում է ուժեղ ցավերից մի տեսակ։ Ոչ, պարոն, ներեցեք, բայց դուք չեք պատրաստվում, չէ՞ ինձ հեքիաթներ պատմել։ Եթե ինձ Վենեսուելայից այստեղ եք բերել, ապա ես պահանջում եմ, որ ինձ ճշմարտությունն ասեք։ Ուզում եմ իմանալ ինչպես է իմ մայրիկը մահացել։ Այո, որդիս, ժամանակն է, որ դու ճշմարտությունն իմանաս, թե ինչպես է մահացել Հելենան։ Ես դա անցած գիշեր հասկացա, երբ մեր տանը մի աղջիկ հայտնվեց։ Նա ասում է, թե իբր Հելենայի դուստրն է։ Նա Հելենայի ու Վալենտինոյի դուստրն է, այն երեխան, ում տոնին բաժանեց մորից։ Իսկ որտեղից է եկել այդ աղջիկը։ Ռոմելիան է նրան բերել։ Նա համեստ աղջիկ է երևում, նրա անունը Լուսիա Հելենա է։ Չգիտեմ, բայց այդ աղջիկը հայտնվելը շատ տարօրինակ է թվում։ Չգիտես նրան ուզածը ինչ է։ Ես չգիտեմ, ինձ թվում է նա այդ ժառանգությունը պահանջելու համար է եկել կամ էլ պարզելու, թե ինչպես է մայրը մահացել։ Ես լսեցի նրա ու Տոնիի խոսակցությունը, նա շատ ստույգ հարցեր էր տալիս։ Բայց այդ ինչն է։ Ինչն է քեզ անվստահություն ներշնչում, մայրիկ։ Այն որ Տոնին կարող է հանկարծ նրան պատմել, այն ինչ դու չես ուզում ինձ պատմել։ Չգիտեմ, որդիս, չգիտեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել քեզ, այն է, որ ես շատ եմ վախենում, թանկագինս։ Ես շատ եմ վախենում։ Կարծում եմ, որ ժամանակն է անկեղծանալու, պապիկ։ Այս աղջիկը արժանի է, որ իր անցյալն իմանա։ Ավելի լավ կլինի, որ ես գնամ, որ դուք հանգիստ զրուցեք։ Ներեցեք, խնդրում եմ։ Լավ, Լուսիա, ես քեզ կպատմեմ, թե ինչպես է ամեն ինչ պատահել։ Շնորհակալ եմ, պարոն Տոնի։ Չեք պատկերացնում, թե որքան երախտապարտ կլինեմ ձեզ դրա համար։ Նշանակում է, ինչ Բրոմելյանին Սողթանավի մեջ պատմել է ճիշտ է։ Այստեղ ոչ իր է եղել։ Գիտես ինչ, Լուսիա, դու սարսափած դու դեմք կընդունես եւ կստիպես նրանց, որ իրենց մեղավոր կան, այսպիսով նրանք ժառանգության մի լավ մաս կտան քեզ։ Երբ Հելենան Գրեգորիային լույս աշխարհ բերեց, նա շատ տանջվեց, որովհետև աղջիկը մտավ, որ հետամնաց էր։ Ճիշտն ասած, ես էլ էի հուսահատված եւ հուսահատությունս փարատելու համար կապվեցի մի կնոջ հետ, որն այժմ իմ կինն է։ Նա ինձ որդի պարգևեց։ Նշանակում է առաջինը դուք եք իմ մորը դավաճանել։ Ես այդ ժամանակ հիասթափվել էի Հելենայից կյանքից, իսկ Յոլանդան նորից իմ մեջ ապրելու ցանկություն առաջացրեց։ Նա ինձ վերադարձրեց ամեն ինչ, քաջալերում էր ամեն հարցում, օրորի Հելենան փոխվում էր։
Նա զգում էր, որ իմ կյանքում ուրիշ կին գոյություն ունի։ Երբ իմացա, որ ծնվելու է Աուրելիոն, նա ամբողջովին խելագարվեց։ Բայց այս ամեն ինչ կապ ունի նրա մահվան հետ։ Շատ մեծ կապ ունի աղջիկը, շատ մեծ։ Հելենան Մենաստանից վերադարձավ, բայց նրա հոգեկան վիճակը լավ չէր։ Նա առևանգեց նորածին Աուրելիոին և ուզում էր հենց այստեղ, այս սենյակում սպանել նրան։ En esta misma habitación. Այո, ճիշտ է։ Ես առևանգել էի խոհարարունի որդուն։ Ուզում էի ձեզ հետ վարվել այնպես, ինչպես որ դուք վարվեցիք ինձ հետ։ Հեռացրեցիք իմ դստերը։ Ես տարա այդ սրիկային և ազատվեցի նրանից։ Հիմա արդեն ամեն ինչ կարգին է։ Տոնի մենք հաշտ ու խաղաղ ընտանիք ենք։ Միթե դա չէր քո ուզածը։ Հրաշալի է այնպես, որ ոչ ոք չի իմանա քո ու Յոլանդայի երեխայի գոյության մասին։ Ինչպես որ չիմացան իմ ու Վալենտինոյի դստեր գոյության մասին։ Նա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, որ նման կերպ է վարվում քեզ հետ։ Ահա թե որն է տղամարդու դժբախտությունը։ Դուք այնքան միամիտ եք, այնքան հիմար։ Ես կարծում էի, թե դու խելացի ես, Անտոնիո Բորովսկի, բայց դու հիմարի մեկը դուրս եկար։ Դու այլևս չես տեսնի Աուրելիոին։ Հելենան միշտ թունավորում էր Տոնիին։ Նա ասում էր, որ դու նրա որդին չես։ Եվ եկավ մի պահ, երբ նա սկսեց հավատալ նրա ասացներին, սակայն այդ կնոջ չարությունը չավարտվեց դրանով։ Նա քեզ էլ ինչ է արել։ Նշանակետը դու էիր սիրելիս։ Ես հուսալքված էի, ահա որ հիասթափված ես Դեմետրիային կանչեցի, որպեսի մեզ օգնի, այո, ես օգնություն խնդրեցի։ Իսկ ինչու Դեմետրիայից օգնություն խնդրեցիր։ Որպեսի գտնեմ քեզ սիրելիս, որովհետև այդ խելագարը կարող էր քեզ իր հետ ինչ-որ տեղ տարած լինել։ Ինչ, Մարիկ, շարունակիր։ Կանգ մի առ խնդրում եմ, պատմիր ինձ։ Հելենան ուզում էր սպանել քեզ, նա քեզ պարկեցրել էր հացահատիկովլի օրորոցի մեջ, որպեսի աղավնիներն ու ագռավները կծահարելով սպանեին քեզ։ Հիմա հասկանում եմ, թե ինչու քերին ինձ աղավնիների բունը գցեց։ Նա ուզում էր տեսնել մի բան հիշում եմ արդյոք։ Հետո Մարիկ, ինչ եղավ, խոսիր։ Իսկ երբ իմացա, թե որտեղ է նա քեզ թաքցնում խենթի նման սլացա քո ետևից, եւ գտա քեզ որդիս։ Ես գտա քեզ այդ օրորոցի մեջ, այդ օրորոցի մեջ դու լաց էիր լինում, գոռում էիր վերջին ճիքերով, անհույս, սովամահու ամբողջովին ջրի մեջ կորած։ Այդ կինը սիրելիս։ Այդ կինը ուզում էր սպանել քեզ։ Խուլ ես ինչ է Մակո, բանականը նրան հավի պես մորթել ու գցել է տան այգում, ահա որ էր, նա կտրել է նրա կոկորդը, դա բանականի ձեռքի գործն էր, այդ սրիկան իր հերթական երկտողն է թողել, իր հերթական հաղորդագրությունը, որտեղ նշված է, ի պատիվ ինքնակոչի։ Բայց այդ Լուսիանը հենց այսպես գրողութանի իր բարբարոսն է այդ տղան։ Ես քեզ ոչինչով չեմ կարող օգնել Անաստասիա, լսում ես։ Բանն այն է, որ Աուրելիոն հիմա զբաղված է։ Նա Յոլանդային է հարցը գնում։ Դե Հելենայի մահվան դեպքի հետ կապված։ Ժամանակն է, որ ամեն ինչ ջրի երես դուրս գա, հասկանում ես։ Բայց դու շարունակիր, պատմիր ամեն ինչ։ Ի պատիվ ինքնակոչի։ Նա նրան ինքնակոչի համար է սպանել, որովհետև կամ մեկը, ով մեր ընտանիքի անդամ է համարվում։ Եվ մի բան էլ կա, նրա հակին նույն հագուստն է, ինչ որ Լուսիա Ֆուենտեսի հակին էր, երբ նա ընտանիքին ներկայացավ։ Լուսիա Ֆուենտես 25 տարի առաջ իմ տատիկ Հելենան արտամուսնական կապի հետևանքով իր սիրեկանից Վալենտինոյից երեխա էր ունեցել։ Պապիկը սկանդալից խուսափելու համար երեխային որդեգրության է տալիս մի կոլումբիացի ընտանիքի։ Բայց հիմա մորակույր Բրոմելյան նրան գտել և բերել է տուն, հենց այդ աղջիկն է Լուսիա Հելենա Ֆուենտեսը։ Պարոն, մենք գտել ենք նրա դրամապանակու անձահաստատող փաստաթուղթ, ինչ կասեք, կոլումբիացի Մարիա Ռեստրեպո Շագո, 25 տարեկան է, 25-ամյա կոլումբիացի, այո։ Հնարավոր է, որ այս կին ինչ-որ կապ ունենա այս նորահայտի հետ, միգուցե այդ մահացած կինը այդ Լուսիա Ֆուենտեսի ընկերուհին է։
Հնարավոր է, որ այդպես լինի։ Մենք պետք է պարզաբանենք եւ որքան հնարավոր է շուտ։ Օվիդիո, պետք է հարցաքննենք այդ ձեր նոր մորակույր Լուսիա Ֆուենտեսին։ Անաստասիա, հանգստացիր։ Ոչ, Նայր, Կուբիլանը զբաղվում է այդ հարցով։ Այնպես որ կարիք չկա, որ Աուրելիոն ջունգլիներից այստեղ կա։ Ինչ է պատահել, ինչպես թե տան մեկ զոհել կա։ այո, ճիշտ լսեցիր, մեկ էլ զոհել է ավելացել, բայց նրան ոչ ոք չի ճանաչում, իսկ այդ անծանոթին մորթերում էր այգին է գցել մեր հանրահայտ բանականը, դե ինչ կասես, ես վախենում եմ։ Որտեղ է Լուսիա Հելենան, նա ինչ կապ ունի այս ամենի հետ։ Ճիշտ է, նա ինչ-որ կապ ունի։ Այդ մահացած կինը, որ հիմա մեր այգում է, 25 տարեկան է եւ իմիջայլոս կոլումբիացի է։ Չեք կարծում, որ այստեղ զուգադիպությունները շատ է։ Ես ուզում եմ հարցաքննել նրան։ Այ քեզ չարկատակ։ Այ քեզ բան, ինչպիսի ցնծությամբ բանականը դիմավորեց Լուսիա անունով այդ աղջկան։ Սանտիագո, ինչ կարծիք ես, եթե մեր ոսկեչական խանութը հասարակությանն ավելի մատչելի ու հասու դարձնենք։ Գիտես, ճանաչված ընկերություններ կան, որոնք տարբեր մոդելներ ունեն, որոնք նաև մատչելի են բոլորին։ Այո, որդիս, ես կարծում եմ, որ դա լավ գաղափար է, մենք էլ Բորովսկիների ոսկերչական սրահին նոր իմիջը կդառնանք, ասենք ես, Կոնստանսան ու Բրոմելյան կլինենք Չարլիի հրեշտակները։ Մայրիկը ոչ, ես չգիտեմ։ Այո, Պարտեզում մի կին են սպանել։ Ինչ։ Չի կարող պատահել, որ դա վանական է եղած լինի։ Ախր հիմա Աուրելիոն այստեղ չէ։ Ես կարծում եմ, որ դա վանական է, որովհետև նա հաղորդագրություն է թողել ի պատիվ ինքնակոչի։ Իանալի, վանականը շատ էլ լավ է արել, որ սպանել է այդ ապօրինի սրիկային։ Մեզ մոտ եղած դուսպրծուկներն էլ մեզ արդեն բավական են։ Արդեն վերջնականապես պարզել են, դա Լուսիա Հելենան է։ Ոչ, նա բոլորովին անծանոթ է մեզ։ Ինչպես թե։ Անծանոթ։ Ինչպես պատահեց, որ դա Լուսիա Հելենան չէ։ Ինչու թույլ չտվեցիր, որ մի փոքր էլ վայելեմ այդ ուրախ պահը։ Վերջացրու հորաքույր։ Չեմ կարծում, որ դες ուրախություն է պատճառում են խեղճ մարդու մահը։ Առավել ևս, երբ գիտեք, որ նա ձեր ընտանիքի անդամն է, որքան էլ որ չընդունեք այդ փաստը։ Բայց ում ինքնությունը ճանաչեմ, եթե ես ոչինչ չեմ արել։ Դու չես սարել, այլ վանականը։ Նա ներքևում քեզ համար անակնկալ է պատրաստել կամ նախազգուշացում։ Սպասեք, ես չեմ հասկանում, ով է վանականը։ Արի, ես քեզ ճանապարհին կբացատրեմ։ Ոստիկանությունը ներքևում է, այնպես որ ուզում եմ, որ մեզ օգնես։ Աստծո սիրուն անհնար է, որ այդ ոճրագործը նորից վերադարձած լինի։ Մենք Աուրելիոին թույլ չտվեցինք շարունակել հետաքննությունը, հեռացրեցինք ամեն ինչից միայն որպեսզի այդ անիծյալը հանգիստ թողներ մեզ։ Պապիկը մարդասպանը սովորաբար անհավասարակշռված անձնավորություն է։ Այսօր մտածում եմ մի բան, մյուս օրը այլ բան։ Անհավասարակշռված մարդ։ Այո, Վաղ էի հաղթանակը ստոնում, սա այն պլանների մեջ չէր մտնում։ գալիս ես։ Պարոն Տոնի, օգնեք ինձ, ես վախենում եմ։ Հանգստացիր աղջիկս, հանգիստ, ես քեզ հետ եմ անհոգեղիր։ Գնա Օվիդիոյի հետ։ Գնանք Լուսիա։ Աստված իմ, միթե այս ամենը չի ավարտվելու երբեք։ Լաբորատորիա տարեք։ Հանգիստ եղեք, ձեզ հետ ոչինչ չի պատահի, ձեր ոչ մի տեղն էլ չի ցավի։ Այո, Գոյիտա։ Հանգիստ եղրի սիրելիս։ Վստահիր ինձ։ Միշտ էլ վստահում եմ, Պիա։ Գնանք։ Գնացինք, վերցրու սա։ Բիա, մենք բոլոր ստուգումները կանցկացնենք, հուսանք, որ Գրեգորյան հղի չէ։ Այո, ես Մակոյի հետ խոսել եմ, ես նրան ասել եմ, որ նա պետք է շատ զգույշ լինի, որ դա վտանգավոր քայլ է, որ Գոյիտան։ Դու պետք է հանգստանաս, Բիա, պետք է հանգստանաս, լսիր, քեզ քաչայտնի է, որ եթե Գոյիտան երեխայի է սպասում, ապա դրա երգն էլ կա։ Հուսով եմ դրա անհրաժեշտության կարիքը չի զգացվի։ Բիա, եթե Գրեգորյան հղի լինի, դու գիտես ինչ ենք անելու։ Նա նրան այգում է գտել։ Լեզուն բարանից դուրս ընկած, դե հասկանում ես ինչ նկատի ունեմ։ Այդ ինչպես պատահեց, որ վանականը ուշադրությունը շեղեց եւ անծանոթի սպանեց։ Աստված իմ, որովհետև նա շնիթի դուտակից բացի բոլորին սպանել է, դեսիր գնամ Աուրելիոին ասեմ։ Դե, կովբոյ, սպասիր, ոչ։ Աուրելիոն հիմա իր կյանքի ամենադժվար պահերն ապրում, այնպես որ լավ կանես նրան հանգիստ թողնես։
Լսիր, իսկ եթե հենց Յուլանդան է վանականım եւ հենց հիմա բացեմ բոլոր խաղաթղթերը ու ամեն ինչ պատմում Աուրելոյին, Գործողությունները անծանոթ զոհերի վրա իրականացնելը մարդասպանի նոր գործելավոճն է։ հասկանում ես ինձ միգուցե Յուլանդան վրձնի վերջին հարվածներն է տվել պատկերը փոխելու համար եւ հիմա էլ եկել է այստեղ ու ամեն ինչ խոստովանում է։ Այդ ամենից հետո ես ասես խելագարված լինեի ու երդվեցի, որ կսպանեմ Հելենային։ Ես այդ ժամանակ Դեմետրիային ասացի, որ նրան թույլ չեմ տա, որ սպանի իմ որդուն, եւ մենք երկուսով պայմանավորվեցինք գողանալ երազների խաչը։ Իսկ ինչի համար։ Ինչու եք ուզում երազների խաչը գողանալ։ Մենք չգիտեինք, թե դու ինչ վիճակում էիր որդիս, եւ քանի որ նա ուղղակի պաշտում էր այդ խաչը, մենք որոշեցինք այդ կերպ սպառնալ նրան, որպեսզի գոնե այդպես ասի, թե որտեղ է թաքցնում քեզ։ Եվ այդպես էլ եղավ։ Ոչ, որդիս եղավ ճիշտ հակառակը։ Նա այնքան բարկացավ, որ սկսեց խելագարի նման գոռալ ու պահանջեց վերադարձնել խաչը։ Հետո ես գնացի նրա սենյակ Եվ ինչ։ Հետո ինչ։ Ինչ պատահեց մայրիկ։ Մենք նրան վերադարձրեցինք խաչը, բայց նա չասաց քո տեղը։ Իսկ ես այնքան հուսալքված էի, որ չէի գիտակցում, թե ինչ եմ անում։ Ես սկսեցի գոռալ, ճչալ։ Նա էլ ինձնից ավելի բարձր սկսեց գոռալ եւ ես բարկության պահին խաչը նրա վրա շպրտեցի։ Քեզ թվում է, որ եթե իմ զարդը վերադարձնես, ես էլ քո լակոտին կվերադարձնեմ, Յոլանդա։ Ինչ խղճուկ եք։ Ասեմ, որ չգիտեմ, թե որտեղ է գտնվում այդ ապօրինի ծնունդը։ Խնդրում եմ, տիկին Հելենա, այդքան անխիղճ մի եղեք։ Խիղճ ունեցեք, գթացեք ընկերուհուս, գթացեք Յոլանդային։ Ասացեք ինձ, տիկին, որտեղ եք թաքցնում երեխային, խնդրում եմ։ Հետո երբ զայրույթից կարմրեցի, ասես խելագարված լինեի, ես գոռացի ու այնպես ուժեղ հարվածեցի նրան, որ նա ընկավ գետնին։ Դու սպանեցիր նրան, Յոլանդա։ Նա չի շնչում։ Արի, օգներ ինձ նրան լոգարան տանենք, արի, Յոլանդա։ Յոլանդա։ Հետո լոգարանում մենք փորձեցինք խեղդել նրան եւ ես ասես խելագար լինեի, որդիս, ես գժվել էի եւ չէի գիտակցում, թե ինչ եմ անում։ Հիմա կարծում եմ, որ միակ հարցը, որ արժե հարցնել, հետևյալն է։ Դու սպանեցիր տիկին Հելենային, մայրիկ։ ¿Conoces a esa mujer? No, yo no sé quién es. ¿Pero qué es esto tan horrible? ¿Cómo se muere una mujer aquí dentro de la casa? Señorita Fuentes, cuando se tranquilice, necesito hacerle algunas preguntas. ¿Pero cómo hace unas preguntas de qué? ¿Usted qué cree que yo maté a esa mujer? Tranquilízate, por favor, nosotros no te estamos culpando. Nosotros sabemos perfectamente que a esa mujer la mató el monje. ¿El monje? ¿Y quién es el monje? ¿Por qué no me explica qué es lo que está pasando? Por favor, cálmate y ven, que yo te explico con más calma lo del monje. Pero ven, por favor, tranquilízate. No, hijo, no. Yo no pude asesinar a Elena porque ella no murió en ese momento. ¿Cómo? Por más que Demetria y yo intentamos ahogarla en esa bañera, ella de alguna manera se resistió. Y entonces a nosotras nos entró miedo al verla allí pataleando en el agua. Así que la dejamos y nos fuimos. ¿Y si usted no la mató, por qué tiene tanto miedo, mamá? ¿Ah? ¿Por qué simplemente no decir la verdad y ya está? Porque al final de cuentas Elena sí murió. Demetria y yo la dejamos viva, pero apareció muerta. ¿Qué querías que le dijera a la policía? Ah, mijo, si todo nos incriminaba. Eso es mentira, mamá. Usted me está ocultando algo. Hay algo que no me quiere decir. No, hijo, no. Créeme, yo te estoy diciendo la verdad. Yo fui a matar a Elena. Yo la quería matar y ojalá lo hubiera hecho con mi propia mano, porque mamá. iba a matarte, pero no podía. Mamá, usted está protegiendo a alguien. Es eso, ¿verdad? Usted está encubriendo a alguien. ¿A quién? A mi papá. Usted está encubriendo a mi papá.
Ես էլ չգիտեմ, թե որտեղ փնտրեմ նրան պարոն Տոնի, իսկապես չգիտեմ, թե որտեղ է Հելենայի մարմինը։ Հետո այդ վանականի գործերը, որից իսկապես գլուխ չենք հանում, հիմա էլ այդ կնոջ կոկորդը կտրեց։ Բայց ինչու այդ անծանոթ կինը։ Ով է նա, ինչու է դիակի իմ տան այգում գցել։ Ինչ է նշանակում այս ամենը, Կուբիլան։ Ես չգիտեմ, իրոք չգիտեմ, ես կարծում եմ, որ վանականը սպանության ծարավ է զգում, նա պատրաստ է սպանել Ումպատայի, ցանկացածին, ով առաջինը դուրս գա նրա ճանապարհին։ Իսկ հետո հիմա ինչ է ուզում, ավելի ճիշտ հիմա ում է ուզում աշխատանքից ազատել։ Տեսնենք, ասացեք նրան, որ Աուրելիոն մեզ անհրաժեշտ է, դե ասացեք, առանց անհարմար զգալու, անգամ նա այդ ձեռքից բաց թողեց վանականին։ Դե պետք է ընդունել այն, որ Աուրելիոն միշտ էլ այս գործի մեջ է եղել եւ բազմիցս ճիշտ ուղու վրա է եղել։ Այո, բայց Աուրելիոն պատրաստ չէ դրան, նա դեռ շատ պետք է աշխատի։ Միակ բանը սպասելն է։ Սպասել ինչին, պարոն Տոնի, սպասենք հաջորդ զոհին, որին կոկորդը կտրած այգում կգտնենք, միգուցե հաջորդը իմ քույր Ալեքսանդրան լինի։ Այո, հենց այդպես, ինչպես որ լսեցիր Աուրելիո, այգում մի անծանոթ կնոջ դիակ են գտել։ Դրա հակին եղել է Լուսիա Հելենա Էսկեսի նման մի զգեստ։ Դա նաև մի հաղորդագրություն է թողել, որտեղ գրված է ի պատիվ ինքնակոչի։ Ինչ կասես, քերի։ Ինչ կլինի, եթե Կարակաս վերադառնանք։ Մենք կարող ենք հետաքննությունը այնտեղ շարունակել։ Մենք այնտեղ գրասենյակ ունենք։ Դե ինչ կասես, ինչ անենք, պարոն Ագարակատեր։ Լսիր, քերի։ Դու լավ ոստիկան ես, քաջ փորձառու։ Արի Կարակաս գնանք, դու ինձ կսովորեցնես այն ամենը, ինչ գիտես։ Երդվում եմ, որ երբեք չես զղջա դրա համար։ Արի վերադառնանք։ Գիտեմ, որ դու էլ ես դա ուզում։ Ոչ մի բանի համար էլ երբեք ուշ չէ։ Հելենայի դին դատաբժշկական փորձաքննության տանելը քո գաղափարներ, Կուբիլան, այնպես որ ինքդ լուծիր հարցերը։ Դուք շատ լավ էլ գիտեք, որ ես ճիշտ ուղու վրա եմ, դրա համար էլ չեք ուզում ինձ օգնել։ Ում եք պաշտպանում, պարոն Տոնի։ Յոլանդային։ Ինչի մասին ես խոսում։ Այն մասին, որ Հելենային Յոլանդան է սպանել, այդ մասին բոլորն են խոսում եւ հենց այդպես էլ եղել է։ Դրա համար էլ դուք պաշտպանում եք նրան։ Եթե դա քո տեսակետն է, Կուբիլան, եթե իրոք կարծում ես, որ իմ կինն է մարդը սպանում, ուրեմն ապացուցիր։ Ես չեմ պատրաստվում քեզ որևէ բան պատմել։ Ոչ, մի անհանգստացեք, դուք արդեն ինձ պատմեցիք այն, ինչ ես ուզում էի լսել։ Դուք պաշտպանում եք նրան։ Շատ լավ, քերի։ Գրողը տանի մաղ, գնա իրերիդ հավաքիր, մենք Կարակաս ենք գնում։ Վանականը վախից կդողա երկմանը, որ Ֆակունդոյի թիմը գալիս է։ Դե, վերջ տվեք խրախճանքին, ամեն ինչ այդքան էլ էս չէ, խնդիրը ինքնատիր նստելն ու այնտեղ հասնելը չէ, մի բարկացրեք ինձ։ Իսկ խնդիրն ինչումն է։ Դու էլ ես ուզում էր խրախճանքին միանալ, չէ։ Հետո մենք միասին օճառե պղպջակներ կփչենք։ Եթե մենք երեքով միաժամանակ հայտնվենք այնտեղ, վանականը կսկսի կասկածել։ Մենք պետք է հերթով գնանք այնտեղ։ Իսկ ինչպես ենք դա անելու, քերի։ Աղմակոնք է գնա Յոլանդայի հետ։ Այնտեղ կասի, որ խելագարում է, որ չի դիմանում, որ անհնար է մեզ հետ ապրելը։ Դու մեր կապող օղակը կլինես, կավբոյ։ Ես տեղեկություններ կտաս, իսկ հետո երբ վանականը ոչինչ չկասկածի, մենք էլ կգնանք։ Այդ գաղափարը ինձ դուր է գալիս, իսկ դու Մարկո, ինչ կասես։ Ես ամեն ինչ կարեմ այնպես ինչպես որ պետք է, բայց գիտեք ինչ, եթե պարոն Էլիզար Մենդելսն իր տատիկի արևով երթի որ ալևը չի շարունակ ինձ զանգել ու անհանգստացնել, այդ ժամանակ նոր ես տեղից կշարժվեմ, հենց այդպես։ Հապա տեսնեմ։ Մյուս անգամ, երբ քեզ հայրու մեջ նայես, դու այս դեմքը չես տեսնի, այլ բոլորովին այլ դեմք կտեսնես։ Ուզում ես այ այսպիսի դեմք ունենալ, չէ՞։ Ինչպես թե։ Կարող ենք նրան վիրահատել։ Հանգստացի։ Ամեն ինչ լավ կլինի։ Գնացինք։
Ինչու Ալեքսանդրային հարցրեցիր, արդյոք նա ուզում է այդ դեմքն ունենալ, ինչի համար էր այդ հարցը։ Համոզվելու համար բժշկուհի, որովհետև մենք կարող ենք մեծ սխալ գործել։ Սխալ։ Պատկերացնում եք, եթե այս կին Ալեքսանդրան չլինի, եւ մենք նրան տանք այն դեմքը, որը իրականում իրենը չէ։ Փաստորեն նա կդառնա այն կինը, որը երբեք չի եղել։ Բայց այդ ինչ եք ասում։ Ներեցեք բժիշկ։ Միայն դա հաշվի չի յարել ընտանիքում արդասպան կա։ Դա խելագարություն է։ Լավ, տեսնենք։ Հանգստացիր, Լուսիա, հանգստացիր, ապա մտածիր։ Դու այս կնոջ դուստերն ես, դու այստեղ ես եկել ժառանգության համար, այն քեզ է պատկանում, դու բոլոր իրավունքները ունես դրա համար, քեզ ոչ մի բան չի պատահի, հանգիստ, շնչիր։ Կեցես, կեցես, կեցես։ Աստված իմ, ինքնակոչը խոսում է ինքն իր հետ։ Զգույշ եղիր սիրելիս, որովհետև ինձ պատմել են, որ տիկին Հելենան ոչ թե մեկ, այլ 3 դուստր ունի։ Ես համաձայն եմ Սանտիագոյի հետ, այդ աղջիկն անմեղ է, նա զոհ է։ Ոչ, ես չեմ կարծում, որ նա զոհ է, որ անմեղ զոհ է։ Ներս եկեք, ես հենց ձեզ էլ փնտրում էի։ Նա դատավոր Պաուլան է, Լատինական Ամերիկա, այդ շոուի պրոդյուսերն է, ծանոթացեք այդ ծրագրին։ Ես գիտեմ, այո, ես դա գիտեմ, դա իրական շոու էր, այնտեղ կյանքի իրական դեպքեր էին լուծարվում, չէ։ Ճիշտ այդպես, ես այստեղ եմ եկել, որովհետև այն ոստիկանը, որը զբաղվել է այն գործի բացահայտմամբ, որը ձեզ քաչ հայտնի է, այդ գործը քննարկման է հանձնվել դատավոր Պոլան Լատինական Ամերիկայի շոուին։ Իսկ դա ինչ է նշանակում։ Այն, որ դուք պետք է դատարան ներկայանաք։ Ինչ։ Ահա ծանոթագիրը։ Ինչ։ Այ քեզ տհաճ բան, մենք պետք է մեզ պաշտպանենք տեսախցիկի առջև։ Դուք ճիշտ հասկացաք տիկին, շոուն վաղն է լինելու, այն ուղիղ միացումով հեռարձակվելու է ողջ երկրով։ Սա անհետեթություն է, ես մտադիր չեմ անձնական կյանքը հրապարակայնացնել։ Ոչ էլ ես։ Դատական ծանոթագիրը օրինական է, ձեր մասնակցությունը պարտադիր է, այլապես դատավոր Պաուլան ձեզ կպատժի օրենքի ողջ ուժով։ Ահ, փոքրիկս։ Սա կարծում է, թե ես Անաստասիան եմ, եթե այդպես է, ավելի լավ։ Այ կտեսնես բարեկամս, կգա մի օր, երբ կպարզվի, որ Հելենա Բորովսկին բոլորովին էլ մեկ դուստր չի ունեցել, այլ ունեցել է եռյակ 3 աղջիկ։ Իդեպ, երեխաներին հանձնել է Դեմետրի անունով մի կնոջ, որպեսզի նա խնամի նրանց։ Դա է ճշմարտությունը, սիրելիս։ Այնպես որ լավ կանես, զգույշ լինես։ Լավ, բայց այդ ամենը որտեղից գտես, Անաստասիա։ Դե թանկագինս, որովհետև այդ ամենի միջով ես ավելի շուտ եմ անցել, հասկանում ես։ Այնպես որ լավ կանես ժամանակից շուտ չուրախանաս, մի ոգևորվիր, որովհետև հաստատ ժառանգության մեծ մասը քեզ չի հասնի։ Բայց ինչու ես ինձ հետ նման ձևով խոսում, ինչու ես ինձ վախեցնում, քո մեջ ասես 2 մարդ լինի, դու ասես խելագար լինես։ Ճիշտ ես, շատ հնարավոր է, փոքրիկս, շատ հնարավոր է։ Ես տառապում եմ, որովհետև իմ մեջ 3 մարդ է ապրում։ Գիտես ինչ է դա։ Ես տառապում եմ եռանձնային ախտով։ Այն ինձ մոտ վերջերս է առաջացել։ Ես արդեն կամաց սկսում եմ խելագարվել, հասկանում ես։ Սա ծանր դեպք է, սիրելիս։ Չմոռանալ ասել, սիրելիս, որ նույնիսկ քնած ժամանակ մի աչքդ միշտ բաց պետք է պահես։ Առայժմ։ Կոնստանսա, միայն դու ես այդ շոուն դիտել, ասա մեզ, այդ ինչ շոուի է, պատմիր դե։ Այո, որովհետև ես չեմ պատրաստում այնտեղ գնալ եւ հիմա դրության մեջ հայտնվել։ Նախ եւ առաջ ասա մեզ, այդ Պաուլան Լատինական Ամերիկայից կոչվածը իսկապես դատավոր է, թե պարզապես դերասան։ Ոչ, նա իսկական դատավոր է, իսկ շոուն շատ ծիծաղելի է, շատ ծիծաղելի, նա հիանալի անձնավորություն է, գեղեցիկ ու բարի, այո, այո, հենց նա է շոուի կեսից ոտքի կանգնում ու գոռում։ Դու մեղադրյալների թագուհի ներս արի Անա մոտ, դու ամուսնուդ այս զգեստով ես դավաճանել, դե լավ աղջիկ, բայց դու լավ էլ ճաշակ ունես։
Սուրբ Մարիամ ափսոս, որ չեմ դիտել այդ շոուն, այդ ինչ եմ բաց թողել գրողը տանի։ Այո, ոչ, իսկ շոուի ամենահետաքրքիր մասն այն է, այն ժամանակ է սկսվում և նա հանում է, ներեցեք, հանում է մի փայտե տուփ, մաշված ու հնացած անկյուններով։ Դե, եթե քեզ թվում է, որ դա շատ ծիծաղելի է, իսկ դու ինչ կասես։ Դե, ճիշտն ասած, ես չգիտեմ, թե դու ինչ կարծիքի ես, բայց ես ոչ մի դեպքում այդ շոուն բաց չեմ թողնի։ Ուրեմն ես էլ այն բաց չեմ թողնի։ Դե ինչու չխնդրենք, որ Կոնստանսան մեզ հետ գա։ Ուզում ես գնալ Կոնստանսա։ Այո։ Ինչ, ես ներկա գտնվեմ դատավոր Պոլան Լատինական Ամերիկայից շոուին, մեծ հաճույքով կգամ, իհարկե կգամ, բացի այդ դուք գիտեք, որ ես միշտ էլ սիրել եմ հեռուստատեսությունն ու տեսախցիկները, դե ներս արի դատապարտյալի տիրուհի։ Այո։ Ես ոչինչ չեմ հասկանում։ Ինչու Անաստասիան ասաց, որ տիկին Հելենան 3 դուստր ունի, բացի դա տեսնես վանական նով է։ Նա երկաթե ջանքեր է դնում, դրանք մտցնում թույնի մեջ, օձի թույնի մեջ։ Հետո այդ ջանքերը խրում է զոհի պարանոցը ու սպանում է նրան։ Մենք նրան վանական ենք անվանում։ Ինձ ասել են, որ Հելենան ոչ թե 1, այլ 3 դուստր է ունեցել։ Այս տանը ինչ որ բան այն չէ, բայց հանգիստ Լուսիա, քեզ հանգիստ պահիր։ Եթե դու այդ խաղի մեջ մտնես կպարտվես, այնպես որ հանգստացիր, քեզ հանգիստ պահիր, ասես ոչինչ չի եղել։ Ողջույն Լուսիա, Աստված իմ վերջապես գտա քեզ։ Ինչ է պատահել սիրելիս։ Ինչ է եղել։ Այդ ինչ ճանճ է քեզ կծել։ Մեն թե չասես, որ քեզ քեզ ինչ է պատահել։ Ինչ է եղել։ Դուք ուզում եք ինձ խելագարության հասցնել, այո։ Ձեր բոլորի նպատակը դա է։ Ինչ նպատակ։ Ինչի մասին ես խոսում, սիրելիս։ Միայն թե չասես, որ դու արդեն խելագարվել ես։ Գիտես ինչ կասեմ քեզ, հանգստացիր, ամեն ինչ հանգիստ ընդունիր։ Եթե այդպես շարունակես, մի շաբաթից հոգեբուժարանում կհայտնվես։ Իհարկե, ահա թե ինչ, ես չէի ստում, դա քո պլանն էր, Անաստասիա։ Դուք ուզում եք ինձ խելագարության հասցնել, որ մորդ ժառանգությունը խլեք, բայց դա ձեզ չի հաջողվի։ Ես այդքան էլ հիմար չեմ։ Անկասկած, սա գենետիկ բնույթ է կրում։ Մենք նրան որոշ բաներ պատմեցինք, իսկ նա արդեն մյուսների նման խելքը թռցրել է։ Այնպիսի տպավորություն է, ասես դա Բորովսկիների ճակատագիրն է։ Իսկ որտեղ են տղաները։ Նրանք դրսում են, աշխատում են, ներս արի, մենք մենակ ենք, այպես որ կարող ենք հանգիստ զրուցել, արի։ Ես այնքան եմ վախենում, Ֆակունդո, ես շատ եմ վախենում։ Ինչու ես որդուս հետ անցյալը փորփրում։ Յոլանդա, 25 տարի առաջ ես քեզ մի բան եմ ասել եւ հիմա էլ եմ նույնը կրկնում։ Ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի իմանա թե մենք ինչ ենք արել։ Ես գիտեմ թե ինչ եմ անում։ Բայց որդից ինձ անընդհատ հարցեր է տալիս։ Ես նրան պատմեցի օրորոցի հետ կապված պատմությունը, Հելենային լոգարանում փակելու եւ էլի շատ բաներ ասացի նրան։ Էլի չես պատմել։ Պատմել եմ այն, ինչը որ ասել էիր, որ պատմեմ, ուրիշ ոչինչ։ Ուրեմն ամեն ինչ կարգին է, անհոգ եղիր, ոչ ոք չի իմանա թե Հելենան ինչպես է մահացել։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո յուսած թակարը թսին պատմությունդ հորին բաց կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթա